Ես հաճախակի ստանում եմ նմանաբնույթ նամակներ հարցերի տեսքով, բժիշկ ջան, ինչպես պայքարեմ այս ցանկության դեմ, բժիշկ ջան, ինչպես պայքարեմ այն մյուս ցանկության դեմ եւ այլն։ Օրինակներ բերեմ, որպես դուք պատկերացնեք, հետո կասեմ ինչի մասն է խոսքը վերաբերվում։ Հիմնականում ամուսնացած կին կամ ամուսնացած տղամարդ, օրինակ, որը գրում է. «Բարև ձեզ բժիշկ ջան, իմ մոտ առաջացել է ցանկություն մեր սեռական կյանքում երրորդ անձնավորության ընդգրկման հետ կապված, ինչ կարծիք ունեք դուք»։ Կամ այդպես է հնչում հարցը, ինչ կարծիք ունեք, կամ ինչպես պայքարել այդ երևույթի դեմ, ես չեմ ուզում, այդ ցանկությունը անկախ ինձնից է առաջանում եւ այլն։ Կամ ամուսնական զույգեր, որոնց մոտ ցանկությունը առաջացել ապրել, այսինքն իրենց սեռական կյանքում կիրառել էլեմենտներ, որոնք իրենք չեն կիրառել նախկինում, չգիտեմ, օրալ, անալ տիպի կոնտակտներ եւ այլն։ Էլի ինչու է առաջանում ցանկությունը, ինչպես պայքարեմ, ինչ բուժման մեթոդ կառաջարկեք եւ այլն եւ այլն։ Ու տենց, տարբեր բաներ, որ մարդու մոտ այդ ցանկությունը երբեք չի եղել, բայց ժամանակի ընթացքում առաջացել է։ Դուք գիտեք, այդ ամեն ինչը փսիխոանալիզի, փսիխոթերապիայի սահմանների մեջ է տեղավորվում։ Ես որպես մասնագետ ինչ կասեմ, որ մենք սեքսոլոգիական տեսանկյունից չենք կարող առաջարկել մարդուն բուժվել այն հարցի հետ կապված, որը ըստ մեր մասնագիտության տեղավորվում է նորմայի շրջանակներում։ Ես գիտեմ շատ կարող քննադատություններ լինի կամ ինչ որ, չգիտեմ, վատ բաներ, բայց ճշմարտությունն ունի ճշմարտություն։ Մարդը անսահմանափակ է իր սեռական ցանկությունների մեջ, մարդը կարող է իրականացնել այդ ամենը, եթե դա չի պատճառում վիրավորանք, ֆիզիկական կամ հոգեկան ցավ կամ տառապանք իրեն կամ դիմացի անձնավորությանը։ Ես չէ որ պետք է որոշեմ նորմայի սահմանը։ Ճիշտ է, ես բժիշկ եմ, սեռական ոլորտի մասնագետ եմ, բայց դա չի տալիս ինձ, այսպես ասած, իրավունք ասել այսա նորմա է, ասա մենք մասնագիտության մեջ իհարկե ունենք նորմայի ախտաբանության սահմաններ, ուղղակի նորմայի սահմաններն այնքան մեծ դիապազոնի մեջ են, որ չգիտեմ, հաջորդիվ նույնպես էլի անդրադարձ կանեմ այս թեմային, որտեվ մի քիչ ավելի բժշկական տեսանկյունից էլ նաև ինչ քայլեր է պետք նմանատիպ դեպքերում իրականացնել, ուղղակի որպես մասնագետ կասեմ հետևյալը. սեփական ցանկությունների դեմ պայքարելը վախենամ, թե ձեզ տենց լավ արդյունքի չբերի։